Բարև ձեզ հարգելի բարեկամներ, Նյու Յորքի արձագանք հեռուստաընկերությունը սկսում է իր հերթական հաղորդումը։ Նշենք, որ մեր ծրագրերը կարող եք դիտել նաև YouTube-ով։ Նախքան սկսելը մի մոռացեք բաժանորդագրվել մեր ալիքին, հավանեք, մեկնաբանեք, կիսվեք, եթե իհարկե ուզում եք, եւ միացրեք ծանոթությունների կոճակը, որպեսզի բաց չթողնեք մեր ծրագրերը, քանզի դրանք պատրաստվում են ձեզ համար։ Ֆրանսիայի ազգային ժողովում բանաձև է ներկայացվել կոչ անելով անհապաղ ազատ արձակել Ադրբեջանում կալանքի տակ պահվող Արցախի հանրապետության քաղաքական առաջնորդներին։ Բանաձևը ներկայացրել է Լորան Վոկիեն։ Բանաձևում շեշտվում է, որ հայ բանտարկյալների դատավարության իմաստը Հայաստանի գոյությունը շղթելու քաղաքականությունն է։ Դա Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում եւ Ադրբեջանի կողմից վերահսկվող բոլոր տարածքներում հայ բնակչության ոչնչացման քաղաքականության շարունակությունն է, ինչպես նաեւ պատմական, մշակութային եւ կրոնական ժառանգության համակարգված ոչնչացումը, ասված է Լորան Վոկեի հեղինակած բանաձևում։ Նյու Յորք մետրոպոլիտեն շրջանի արձագանք հեռուստաընկերությունը նոր վեբսայթ ունի։ Հաճախելով արձագանk.tv.com կայքը կարող եք տեսնել մեր հաղորդումները աշխարհի տարբեր անկյուններից, լինի դա բջջային հեռախոսով թե համակարգիչով։ Կարող եք դիտել մեր հաղորդումները, ստանալ տարբեր տեղեկություններ եւ նորություններ։ Միևնույն ժամանակ կարող եք տեղադրել ձեր գովազդը կամ կլիպի տեսքով կամ ուղղակի բիզնես քարտը։ Քանզի ամեն շաբաթ հաղորդումները ուղարկվում են հազարավոր մարդկանց։ Արձագանքի հաղորդումները կարելի է փնտրել նաև YouTube-ով, Facebook-ով, Instagram-ով։ Արձագանքը աշխատում է ձեզ համար։ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը ճեպազրույցի ժամանակ անդրադարձել է Ադրբեջանի հետ հարաբերություններին Լեռնային Ղարաբաղին, նշելով, որ Հայաստանի որդեգրված գիծը հստակ է եւ ինքը չի կիսում այն մոտեցումը, որ Ղարաբաղյան պայքարը պետք է շարունակվի, եւ որ ինքը որպես վարչապետ այլ ուղի է որդեգրել եւ եթե քաղաքացիները գտնում են, որ սխալ է, անհամաձայնություն ունեն այդ քաղաքականության հետ, կարող են հեղափոխություն անել։ Եզրափակել է Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Դանիայի եկեղեցիների խորհուրդը Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանին դիմել է հայտարարությամբ շեշտելով, որ ուշադիր հետևում են Հայաստանում ստեղծված ներկա իրավիճակին, մասնավորապես հայ առաքելական եկեղեցու մի քանի եպիսկոպոսների կալանավորմանը։ Նշվում է, որ հայ առաքելական եկեղեցին հայ ժողովրդի մշակույթի եւ պատմության առանցքային սյուներից մեկն է եւ որ Հայաստանում լուրջ ճնշման տակ են մարդու իրավունքները։ Մտքի խղճի եւ կրոնի ազատությունները հիմնարար իրավունքներ են, որոնք պաշտպանված են միջազգային կոնվենցիայով, այդ թվում մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով եւ Միավորված ազգերի կազմակերպության մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրով, որոնց միացել է նաեւ Հայաստանի Հանրապետությունը եւ այսօրվա իշխանությունները պարտավոր են ենթարկվել այդ որոշումներին, ասված է Դանիայի եկեղեցիների խորհրդի հայտարարության մեջ։ Հարգելի բարեկամներ, սիրով տեղեկացնում ենք ձեզ, որ Նյու Յորքի Քուինս շրջանի մեր հաղորդումները ցուցադրվում են ամեն կիրակի ժամը 3-ին եւ ամեն երկուշաբթի երեկոյան ժամը 9-ին ալիք 34-ի վրա։ Նախիջևանի ինքնավար հանրապետության սահմանադրության նախաբանը փոխվել է եւ նշվում է, որ Նախիջևանի ինքնավար հանրապետությունը Ադրբեջանի հանրապետության անբաժանելի մասն է։ Նշենք, որ Կարսի պայմանագրի 5-րդ հոդվածով Թուրքիայի, Հայաստանի եւ Ադրբեջանի կառավարությունները համաձայնվել էին, որ Նախիջևանի շրջանը որպես ինքնավար տարածք մտնի Ադրբեջանի խնամակալության տակ։
Պայմանագրի համաձայն Թուրքիային էին անցել Կարսի մարզը գրեթե ամբողջությամբ և Սորմալուի գավառը, ներառյալ Արարատ լեռն իր հարակից շրջաններով, իսկ Ադրբեջանը այսօրվա որոշմամբ վերացնում է ինքնավարությունը և Նախիջևանը համարում է իր անբաժանելի մասը։ Արձագանք հեռուստաընկերությունը կազմակերպում է ճանապարհորդություն դեպի Հայաստան։ Ինչպես վկայում են նախկինում մեզ հետ ճամփորդածները, դուք կհանգստանաք թանկարժեք ու հարմարավետ հյուրանոցներում։ Ամեն օր կճաշակեք բազմատեսակ ուտեստներ առաջնակարգ ռեստորաններում, կվայելեք հայկական երաժշտությունը ու պարը։ Մեր շրջապտույտի շրջանակներում դուք կայցելեք Հայաստանի տեսարժան վայրերը, կհաճախեք թատրոններ և համերգասրահներ։ Մեզ հետ բոլոր պայմանները ստեղծված են ավելի գողտրիկ խմբով և ավելի ջերմ միջավայրում լավագույն հանգիստը անցկացնելու համար։ Զանգահարեք Արձագանք հայկական հեռուստաընկերություն և վստահ եղեք, որ մենք ձեզ համար նախապատրաստել ենք Հայաստան մեկնելու լավագույն ճամփորդության ամենահարմարավետ պայմանները։ Ադրբեջանը վանդալիզմի է ենթարկել Արցախի Վաղուհազ գյուղում գտնվող Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցին։ Ադրբեջանը շարունակում է հետևողականորեն ոչնչացնել հայկական բնիկության հետքերը Արցախում։ Ադրբեջանցիները կոտրել են եկեղեցու բակում տեղադրված խաչքարերը և պոկել են եկեղեցու սրբապատկերները։ Նշենք, որ Ադրբեջանը պետականորեն վարում է հակահայ գործունեություն, ոչնչացնելով մշակութային ժառանգությունը և մշակույթը։ Discover the magic of M-Video Photo. Looking for high-quality video and photo services for your event? At M-Video Photo, we combine exceptional quality with reasonable prices for a seamless experience. That's why you should choose us. Our talented team delivers seamless storytelling, creating personalized packages for your special moments. With over 5,000 happy clients and a perfect 5-star rating, we've been in business since 1996, creating unforgettable memories. We offer unbeatable prices with packages starting at just $495. From video and photo to drone, photo booth, live streaming, and displays, we've got all your event needs covered. Whether it's a wedding, christening, birthday, bar and bat mitzvah, and more. Serving New Jersey, New York, Connecticut, Westchester, Pennsylvania, we offer flexible pricing with no travel or rescheduling fees. Choose from a variety of products to fit your budget. Mix and match to create your perfect package. Contact us today and use the code FAMILY to save big and make your event unforgettable. Ամերիկահայ ռեժիսոր Սև Օհանյանի «Մեղսագործները» ֆիլմը Գրեմի մրցանակաբաշխության ընթացքում 2 մրցանակ է ստացել երաժշտության համար։ Մրցանակները շնորհվել են լավագույն երաժշտություն և լավագույն գործիքավորման համար անվանակարգերում։ Առաջին անվանակարգում մրցանակը շնորհվել է կոմպոզիտոր Լյուդվիգ Գյուրանսոնին, իսկ երկրորդ մրցանակը շնորհվել է ամբողջ ֆիլմին։ Ինչպես վաղօրոք հայտնել էինք, «Մեղսագործները» Sinners ֆիլմը սահմանել է նոր ռեկորդ, առաջադրվելով Օսկարի 16 անվանակարգում։ Արձագանք հեռուստաընկերությունը ձեզ է ներկայացնում իր բազմապիսի ծառայությունները, պատրաստել վիդեոկլիպներ արվեստագետների, երգիչ-երաժիշտների, մասնավոր բիզնեսների համար, որով կարող եք գովազդել ձեր գործունեությունը տարբեր տեղերում։ Արձագանքին կից գործող վիդեոֆոտոստուդիոն նկարահանում է Հարսանյաց ծննդյան մկրտության և այլ անձնական տոնակատարություններ։ Վիդեո և ֆոտո, պատրաստում է գեղեցիկ ալբոմներ, շնորհակալական քարտեր։ Արձագանքը սիրով կարող է շնորհավորել ձեր կյանքի հիշարժան իրադարձությունը իր հեռուստաէկրանից, հաճելի պահեր պատճառելով ձեզ և ձեր հարազատներին, այնպես որ հիշեք, Արձագանքը իր բազմապիսի առաջարկներով սպասում է ձեզ, իսկ այցելելով www.amvideophoto.com կարող եք ծանոթանալ վերջին աշխատանքներին սինեմատոգրաֆի ոճում։ Այսքանով ամփոփում ենք մեր հաղորդումը, ամբողջական հաղորդումը կարող դիտել www.artzaganktv.com կայքում։ Կհանդիպենք հաջորդ շաբաթ։